Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք Բhagavad Gita-ի քննարկումները եւ այս պահին դեռ ուսումնասիրում ենք 4-րդ գլուխը։ Ես ներողություն եմ խնդրում մի փոքր ընդմիջման պատճառով, անձնական զբաղվածության պատճառով չէի հասցնում ձայնագրել տեսահոլովակները։ Եվ այսպես 4-րդ գլուխը ինքը կոչվում է Տրանսցենդենտալ գիտելիք եւ ինչպես մենք տեսանք, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտարարեց, որ կենդանի էակի ամենամեծ թշնամին դա էգոիստական ցանկություններն են, որոնք իրենք իրականում բուն են դրել իր նյութական մարմնի բոլոր մասերում, եւ ֆիզիկական մարմնի մեջ, եւ մտքի մեջ, եւ բանականության մեջ։ Այստեղ ուրեմն արդեն հայտարարելով խնդիրը, պարզ է, որ պետք է առաջարկվեր մեթոդը, եւ արիացիների առաջարկած մեթոդը ինքը բավականին անսպասելի է։ Ինքը խոսում է նրա մասին, որ տրփանքը կամ էգոիզմը կարելի է հաղթահարել միայն հոգևոր գիտելիք ուսումնասիրելով։ Ինչու, որովհետև երբ որ մենք խոսում ենք Գերագույն Աստծո ազնվորության մասին կամ ուսումնասիրում ենք նրա մասին գիտելիքը, մենք անմիջապես խոսում ենք այն թեմայի շուրջ, որ գոյություն ունի մեզանից ավելի կարևոր անձնավորություն, որը ինքը ղեկավարում է եւ մեզ եւ ամբողջ նյութական աշխարհը, եւ որի կարծիքն է, որ վերջնականում ուրեմն ինչ որ մի որոշիչ դեր է կատարում կենդանի էակի ճակատագրի մեջ, որովհետև իհարկե նյութական աշխարհում կենդանի էակները, որոնք իրաքենված են նախանձի եւ էգոիզմի վրա, ինչպես մենք տեսնում ենք, պատրաստ են դառնում ուրեմն կատարել բավականին դաժան արարքներ մեկ-մեկու հանդեպ, չէ՞, եւ ուզում են այդ արարքների կատարելուց հետո միշտ մնալ անպատիժ։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունն է, որը դառնում է այն անձնավորությունը, որը բոլոր կենդանի էակներին պատասխանատվության է հրավիրում իրենց արած գործերի դիմաց։ Այս իմաստով ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ մի կողմից թվում է, որ լուծումը, որ առաջարկվում է, բավականին սենտիմենտալ եւ պրիմիտիվ է, որովհետեւ ինչպես կարող է ուղղակի ինչ-որ մի գրքի կարդալը, եթե նույնիսկ դա սուրբ գիրք է, ազատի կենդանի էակին իր նյութական գիտակցությունից։ Բայց մյուս կողմից, չէ որ էգոիզմը դա գաղափար է, իսկ ցանկացած գաղափար ձևավորված է բանականության մեջ եւ ինչպես ինքը ձևավորվել է ինչ որ համոզմունքների հիմքի վրա, այդպես էլ իրան կարելի է հետ ձևավորել եւ ձայնագրել բանականության մեջ նոր արժեքային համակարգ։ Եվ այո, իհարկե, դա կարելի է անել միայն գիտելիքի միջոցով։ Իրականում ժամանակակից աշխարհում բավականին հայտնի է արդեն, որ կենդանի էակի գիտակցության վրա կարելի է ազդել նաև այսպես կոչված հիպնոզի եւ NLP-ի, հայերեն չգիտեմ ինչպես է դրա հապավումը կներեք, եւ NLP-ի միջոցով, չէ՞։ Ուրեմն մենք, բայց այստեղ դրա մասին չի խոսքը, որովհետև Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբեք ոտնձգություններ չի կատարում կենդանի էակի այն ազատությունների վրա, որը հենց ինքն էլ տվել է։ Իսկ դա ուրեմն արժեքային համակարգ ունենալու ազատությունն է։ Ամեն մի կենդանի էակ ինքը ազատ է ձևավորել, թե ինքը ինչ գաղափարախոսության կամ ինչ գաղափարախոսության է ուզում հետևել, այսինքն ինչն է ինքը կարևորում։ Եվ մենք տեսնում ենք, որ իրականում արիացիները իրենք քննարկում են, որ այդպես գլոբալ կա ընդամենը 3 տեսակի կենդանի էակներ։ Նրանք, ովքեր որ կենտրոնացած են միայն իրենց էգոիզմի վրա, եւ կենտրոնացած եւ տարածված էգոիզմի, հա, կան կենդանի էակներ, որոնք իրենք հաշվի են նստում ուրիշ կենդանի էակների հետ եւ փորձելով դրանց հետ համագործակցել, եւ կան կենդանի էակներ, ովքեր որ հենված են սիրո վրա եւ հարաբերությունների մեջ այդպիսի կենդանի էակները, երբ մոտենում են մի այլ անձնավորության, իրենք շահագրգռված են միայն նրա մեջ, թե
ինչպիսի երջանկություն կարող են պարգևել իրենց ներկայությամբ դիմացինի կյանքին։ Սա եթե գլոբալ ենք խոսում, չէ՞։ Եվ ուրեմն պարզ է, որ երբ որ մենք ուսումնասիրում ենք աստվածային գիտելիքը, մենք ուսումնասիրում ենք առաջին հերթին Աստծուն, որը ինքն հենված է մաքուր սիրո վրա, եւ մաքուր կենդանեակներին, որոնք նույնպես հենված են մաքուր սիրո վրա։ Եվ մենք կարողանում ենք համեմատել հարաբերությունները, որոնք կառուցում են Աստված եւ իր նվիրալները, հա, եւ տեսնել, թե ինչպես են հարաբերություններ կառուցում մենք, երբ որ մեր պլատֆորման ինքը էգոիզմի վրա է հենված։ Այս հիմքի վրա մենք կարողանում ենք առաջադիմել, այսինքն վերանայել ընդհանրապես մեր արժեքային համակարգը, մեր գիտելիքը եւ այլն։ Բնական է, եթե խոսքը գնում է գիտելիքի մասին, անմիջապես առաջանում է այդ հարցը, իսկ որտեղ կարելի է այդ գիտելիքը ձեռք բերել։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խոսեց նրա մասին, որ սովորաբար հոգևոր կյանքում գոյություն ունեն անձնավորություններ, որոնք այդ գիտելիքը կատարելապես գիտեն եւ իրենք կոչվում են հոգևոր ուսուցիչներ։ Ցանկացած անձնավորություն, որը ինքը զբաղված է, լուրջ է զբաղվում հոգևոր կյանքով, ինքը պարտադիր պետք է ունենա հոգևոր ուսուցիչ։ Անկախ նրա կրոնական պատկանելիությունից, անպայման պետք է լինի ուրեմն հոգևորականների խավից այնպիսի մի անձնավորություն, որը օգնում է մեզ իրականացնել այն սուրբ գրվածքը, որը մենք ընդունել ենք որպես մեզ համար հեղինակություն։ Ուրեմն, ինչպես ասվեց, հոգևոր ուսուցիչ պետք է ընդունի անձնավորությունը եւ պարզ է, որ որովհետև ինքը անձնավորություն է, անմիջապես առաջանում էր այդ հարցը, թե եթե ինքը անձնավորություն է, ապա ինչպիսին է նրա հետ շփվելու մշակույթը։ Եվ Տեր Շիկրիշտան այսպես շատ սուղ ասեց, որ հոգևոր ուսուցչի հետ ճիշտ հարաբերությունները կայանում են նրանում, որպեսզի նրան տրվեն հարցեր եւ նրան ծառայեն։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ որովհետև իրականում այն հոգևորականները, որոնք իրենք հասել են հոգևոր ուսուցչի դիրքին, իրենց արգելված է, ոչ թե խորհուրդ չի տրվում, այլ արգելված է զբաղվել նյութական գործունեությամբ։ Այսինքն իրենք հատկապես բրահմանիկական կաստան կամ հոգևորականների կաստան, իրանք երբեք չպիտի աշխատեն, այսինքն ինչ-որ միտեղ գնան աշխատելու, որովհետև բոլոր նրանք, ովքեր որ այդ դաշտում են, իրանք զարգացման տեսանկյունից, ուրեմն հոգևորականների դասից բավականին ցածր գիտակցություն ունեն եւ բարձր գիտակցություն ունեցողը չպետք է ծառայի ցածր գիտակցություն ունեցողին։ Նա պետք է ընդունի ծառայություն ցածր գիտակցություն ունեցողներից, որպեսզի նրանք կարողանան զարգանալ։ Երբ որ մենք խոսում ենք ծառայության մասին, մենք ասեցինք, որ ծառայությունը հոգևոր ուսուցչին ինքը լինում է երկու տեսակի։ Ծառայություն նրա մարմնին, երբ որ մենք աջակցում ենք, որպեսզի ինքը կարողանա, էլի, շքեղության մասին ցանկալի է, որ խոսք չլինի, բայց միջին կարգի ապահովություն ունենա, որպեսզի հանգիստ կարողանա զբաղվել միայն հոգևոր գործունեությամբ։ Ինչ վերաբերվում է երկրորդ ծառայության ձևին, դա ուսուցչի գիտելիքին ծառայելն է։ Մեր ժամանակներում դա ուրեմն առաջին հերթին գիտելիքին ծառայելը կամ հոգևոր ուսուցչին ծառայելը առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ մենք ընդունում ենք այն գիտելիքը, որը ինքը մեզ փոխանցում է եւ սկսում ենք ղեկավարվել այդ գիտելիքով մեր կյանքում։ Եթե մենք հոգևոր ուսուցչի գիտելիքը օգտագործում ենք ուղղակի մեր էրուդիցիան ավելացնելու համար, ապա ինչ-որ մի օգուտ մենք իհարկե ստանում ենք, բայց ռեալ այպես շոշափելի հոգևոր օգուտ իհարկե չենք կարող ստանալ այդ բaragայում, որովհետև գիտելիքը ինքը արդյունք է տալիս այն ժամանակ, երբ որ իրանով լուրջ են զբաղվում։
Ուրեմն առաջի հերթին հոգևոր ուսուցչին ծառայելը նշանակում է այդ ծառայել իր գիտելիքին եւ գիտելիքի ծառայելը առաջին հերթին նշանակում է որ մենք վերցնում ենք գիտելիքը եւ ղեկավարվում ենք այդ գիտելիքով։ Գիտելիքի երկրորդ ծառայության ձևը դա նա է որ մենք նպաստում ենք որպեսզի մեր հոգևոր ուսուցչի գիտելիքը լինի մատչելի։ Այլ կերպ դա կոչվում է քարոս։ Չէ՞, հիմա ուրեմն եւ այդ տեքստերը ավարտելուց հետո Տեր Քրիստոսն հիմա խոսում է նրա մասին, թե ինչպիսի արժեք ունի ընդհանրապես այդ հոգևոր գիտելիքը։ Ինքը խոսեց շատ բարձ տեքստ ասեց, որ եթե կենդանիակը ինքը նստում է գիտելիքի նավը, ինքը կարող է վերանցել գիտության ծով օվկիանոսը, որը տիրում է նյութական աշխարհում, եւ այդ գիտելիքի հաշվին կարող է դուրս գալ նյութական աշխարհի սահմաններից։ Սա իրականում շատ կարևոր խոսակցություն է, որովհետև ես միշտ քննարկում եմ ձեզ հետ, որ արիացիները իրենք ինքնաիրականացումը չեն դնում որպես ինքնաիրականացման դուռ չեն դնում մահվան շեմը։ Իրանք ասում են ցանկացած պահի, ցանկացած վայրկյանի, երբ որ քո գիտակցությունը կհամապատասխանի մաքրության ստանդարտին, որը պահանջվում է այս նյութական աշխարհից դուրս գալու համար, դու անմիջապես կվերանցես նյութական աշխարհը եւ քո գիտակցությամբ կհայտնվես այդ աշխարհից դուրս։ Եվ այսօրվա մեր տեքստն է 36-րդ տեքստը։ Ես կարդամ այն եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ 4-րդ գլուխ 36-րդ տեքստ, նույնիսկ եթե դու բոլոր մեղսավորներից ամենամեղսավորն ես, հոգևոր գիտելիքի նավ բարձրանալով դու անշուշտ կանցնես տառապանքների օվկիանոսը։ Նա, ինչպես տեսնում ենք, բավականին հետաքրքիր գաղափարի առաջ քաշում այս տեքստը, չէ՞, որովհետև խոսքը գնաց բոլոր մեղսավորներից ամենամեղսավորի մասին, այսինքն այն ամենա, եթե այսպես էլի հասարակ լեզվով ասեմ, ամենաայլանդակ բաներ արած կենդանիակ ես դու կարող ես միևնույն է ուսումնասիրելով այս գիտելիքը, ուրեմն հաղթահարել այդ բոլոր գործած մեղքերի ազդեցությունը, ինչու համար, որովհետև ընդհանրապես ասենք, երբ որ կենդանիակը ինքը ինչ-որ սխալարարք է կատարում, այդ սխալարարքի դիմաց գերագույն աստվածնավորությունը ինքը հատուցումն է նախապատրաստում։ Դա կարող են կոչել պատիժ, ինձ համար դա պատիժ չի, ինձ համար դա վերադաստիարակելու մեթոդ է կենդանիակին։ Դրա համար, երբ որ կենդանիակը ինքը ստանում է ինչ-որ այդպիսի իրադարձություններ, ինքը պետք է բանանի անմիջապես մտածի, թե իրականում ինչու համար է բանել գերագույն աստվածնավորությունը այդ ուրեմն իրադարձությունը բերել քո կյանք, որպեսզի դու ինչ հասկանաս, դրանից, ինչ դասեր քաղես, այսպես ասենք։ Եվ այստեղ մենք իհարկե ստանում ենք մի շատ կարևոր խոսակցություն, որովհետև իրական հոգևոր կյանքը ինքը նախատեսված է նրա համար, որպեսզի անձնավորությունը ինքը անցնի իր հոգու մաքրագործման ընթացքը։ Շատ հաճախ կենդանիակները, սա մեր դարաշրջանում կարող եմ ասել, որ հոգևոր դաշտ եկող մարդկանց 85%-ը, ես դեռ մեղմ տոկոս եմ ասում, ես ավելի խիստ տոկոս կասեի, 85%-ը իրենք գալիս են հոգևոր կյանք իրականացնելու մի անհեթեթ բանաձև, որ կարելի է մնալ մեղսավոր անձնավորություն եւ ստանալ Աստծո աջակցությունը։ Իրականում, եթե մենք ուշադրություն դարձնենք, մենք կտեսնենք, որ բոլոր գոյություն ունեցող սուրբ գրվածքների մեջ այդ գրվածքները առաջին հերթին անձնավորությունից պահանջում են բարոյականության օրենքների իրականացում։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մեր առաջ մաքրության պահանջ է դնում։ Հասկանում եք։ Եվ եթե մարդը ինքը մտածում է, որ ինքը կարող է հակում ունենալ դեպի արյուն եւ դիակի համերը զգալու եւ դրանից հաճույք ստանալու, եթե ինքը հակոբ ունի ծխախոտի խմիչքի նկատմամբ, եթե ինքը կարող է զբաղվել ազարտ խաղերով,
որտեղ շատ հաճախ ավելի հաճախ տանուլ են տալիս, քան հաղթում են, եւ մենք շատ լավ գիտենք, որ անձնավորությունները, որոնք իրենք հիվանդանում են, այդ հիվանդությունով չեն կարողանում կանգ առնել, հա, որովհետեւ իրականում կոնկրետ, եթե այսպես էլի կրոնական լեզվով ասեմ, կոնկրետ չարքը մտնում է նրանց հոգու մեջ եւ չի թողնում ուղղակի, որպեսզի իրենք կարողանան ազատվեն այդ սովորությունից եւ շատ հաճախ իրենք կարող են մսխել ամբողջ ընտանիքի ունեցվածքը, չէ՞, եւ դա իհարկե մեղսավոր արարք է, եւ ամենավերջինը, եթե կենդանիակը ինքը ունի չղեկավարված սեռական հարաբերություններ, ինքը պետք է հասկանա, որ այս 4 դեպքում այսպես էլի 100%-ով ինքը չի կարող ունենալ Գերագույն Աստծո անձնավորության աջակցությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարող է ընդունել այդ ամենասկզբնական դիրքում կարող է ընդունել այդպիսի անձնավորությունը, հա, բայց երկրորդ քայլով ինքը արդեն սկսում է կենդանիակին բացատրել, որ եթե դու ուզում ես լուրջ կողմից պաշտպանված լինես, ապա պետք է պահպանես մաքրության կանոնները։ Եվ ուրեմն առաջադրելով դա ինքը սկսվում է կենդանիակի ռեալ հոգևոր կյանքը, չէ՞։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ այդ մաքրագործման process-ը ինքը լինում է երկու տեսակ, հասկանում եք։ Ինքը լինում է երկու տեսակ։ Կենդանիակը ինքը ուսումնասիրում, այն ինչ-որ հիմա ասեց Տեր, այսինքն կենդանիակը ինքը ուսումնասիրում է հոգևոր գիտելիքը եւ այդ գիտելիքի հիմքի վրա ձևավորում է ճիշտ արժեքային համակարգ։ Նախասկզբնական ճիշտ արժեքային համակարգը դա առաքինության գոյավիճակի մեջ գիտելիքն է։ Այսինքն, որն է, ինչ է նշանակում առաքինության գոյավիճակի մեջ գիտելիք։ Դա այն գիտելիքն է, թե կենդանիակը ինքը ինչպիսի որակներ պիտի ունենա, որպիսի իր հետ շփվելը, իր հետ ապրելը, իր հետ հարաբերություններ ստեղծելը ուրիշ կենդանիակների համար լինի հարմարավետ եւ հաճելի։ Հա? Երկրորդը դա նա է, որ կենդանիակը ինքը պետք է կարողանա համագործակցի ուրիշ կենդանիակների հետ, այլ ոչ թե թշնամության կամ մրցակցության հիմքի վրա նրանց հետ շփվի։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս ամեն ինչը հաշվի առնելով, երբ որ կենդանիակը ինքը կատարում է, դա չէ, ուրեմն ինքը ստանում է գիտելիք եւ այդ գիտելիքի հիմքի վրա սկսում է վերցնել այդ սկզբունքները։ Եթե ինքը դա չի անում, դա անմիջապես նշանակում է, որ կենդանիակը ինքը ընկած է թշնամանքի եւ մրցակցության կրքերի դաշտը։ Եվ եթե ինքը այդ դաշտում է, ուրեմն դա նշանակում է, որ ինքը, տեսեք, իրանք բառերը արդեն ասեցին, չէ՞, թշնամանք, բռնություն, կրքեր, մրցակցություն։ Ինքը արդեն ամեն ինչ ասեց, չէ՞։ Այ որ կենդանիակը ինքը գտնվում է այդ տիրույթում եւ հրաժարվում է գիտելիքի հիմքի վրա զարգանալու գործընթացից, ինքը ինչ է ստանում։ Փորձ։ Փորձը դա ինչ է նշանակում, որ այն անհանգստությունները, որը ինքը տվել է, երբ որ բռնություններ է գործել եւ մրցակցել է ուրիշ կենդանիակների հետ, չէ՞։ Հիմա ինքը պիտի հայտնվի այն իրադրության մեջ, երբ որ իր կյանքում կհայտնվի այն անձնավորությունը, որը հիմա ինքը կարող է բռնաբարել այդ անձնավորությունը կամ մրցակցել նրա հետ եւ հաղթել։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ կենդանիակը ինքը ստանում է այդ հնարավորությունը, այդ փորձը ձեռք բերել։ Թե ասենք օրինակի համար, երբ որ ինձի բռնաբարում են, բոլոր դաշտերում, այստեղ մենակ սեռական բռնաբարությունը չի, հա։ Ուրեմն երբ որ ինձի բռնաբարում են, ասենք բռնաբարում են ծնողներս, բռնաբարում են աշխատավայրում ղեկավարները, բռնաբարում են բարեկամները, բռնաբարում են ընտանիքում, բռնաբարում են երեխաներս, չգիտեմ ինչ, այդ բոլորը բռնություն են գործադրում, իսկ բռնությունը ինքը լինում է երկու տեսակի, չէ՞։ Առաջինը դա ֆիզիկական բռնությունն է, այսինքն երբ որ կենդանիակը ինքը ֆիզիկական ցավ է պատճառում ուրիշ կենդանիակի, իսկ երկրորդը դա նուրբ մարմնի բռնությունն է,
Իսկ նուրբ մարմնի բռնությունը ինքը կայանում է նրանում, որ մենք չենք թույլ տալիս, որպեսզի կենդանեակը ինքը կատարի իր ցանկությունները եւ պարտադրում ենք իրան մեր ցանկությունները։ Հիմա դուք կասեք, բա ուրեմն հենց այդ օրենքը, հենց հիմա այդ ինչ որ դուք պատմեցիք, ցույց է տալիս, որ Աստված ինքը խախտում է այդ օրենքը եւ ինքը պարտադրում է կենդանեակներին լինել առաքինի։ Այստեղ պետք է նկատենք, հասկանում եք, երբ որ սովորաբար մարդիկ իրենք ինչ որ շփոթմունքի մեջ են ընկնում, որ եթե կենդանեակը ինքը ունի այդ որակավորումը, որ թույլ է տալիս, որպեսզի կենդանեակները կատարեն իրենց ցանկությունները, եթե այդ ցանկությունները արատավոր են, դա չի նշանակում, որ դա դուր է գալիս։ Հասկանում եք, այսինքն ազնվորությունը ինքը ունի որակավորում, թույլ տալ մարդուն իրականացնել իր ցանկությունը, դա լրիվ ուրիշ հարց է, բայց եթե այդ ցանկությունը ինքը արատավոր ցանկություն է, ինքը պարզ է, որ այդ ցանկությանը ընդհանրապես չի աջակցում։ Այսինքն դա իր դուրը չի գալիս։ Ուղղակի ինքը բռնությունից ազատ է։ Բայց եթե արդեն հասկանում է, որ գործ ունի մի ազնվորության հետ, որի բոլոր ցանկությունները դա բռնություն են, ինքը ուղղակի փորձ է կատարում խուսափել այդ ազնվորության հետ հարաբերություններ ունենալ։ Հասկանում եք։ Հիմա սերիներ, չէ՞։ Եվ ուրեմն մենք այստեղ ստանում ենք այդ պատկերը, որ եթե կենդանեակը ինքը գիտելիքով, գիտելիքի միջոցով չի, որ զարգանում է, չէ՞, որտեղ այստեղ ինչ ասեց Գերագույն Աստված, ասեց, եթե դու նույնիսկ մեղսավորներից ամենամեղսավորն ես, նստելով գիտելիքի նավակը, դու կվերանցես իմինը տառապանքի օվկիանոսը։ Ինչի հաշվին։ Ինչ է նշանակում գիտելիքի նավակը։ Դա նշանակում է, որ դու կստանաս գիտելիք, որի միջոցով կհասկանաս, թե ինչն է, որ քեզ տառապանք է բերում։ Եվ վերջ։ Եվ այլ որ դու դա հասկացար, հիմա սա է կարևոր գաղափարը։ Փաստացի Գերագույն Աստվածնավորությունը ինքը ասում է, որ երբ որ դու դա հասկացար, փորձ տալու ես քեզ ոչ մի առիթ չունեմ։ Որտեվ քո հետ, որտեվ ես քեզ փորձ եմ տալի, որ դու հասկանաս։ Իսկ երբ որ դու գիտելիքի միջոցով հասկացար, այդ ճանապարհը, այդ հոգու մաքրագործման ճանապարհը ինքը լցված է լինում պրոսվիտլենիայի, այլ որ ազնվորությունը ինքը գիտելիքով լուսավորված է, հասկանում եք, իսկ դա ուրախալի ճանապարհ է։ Եվ այդտեղ կենդանեակը ինքը ամեն անգամ, երբ որ գիտելիքի շնորհիվ իր մեջից ինչ որ մի հատ այդ արատի հանդեպ հակումը հաղթահարում է, դա նման է բանին էլի, երբ որ կեղտոտ մարդը լողացավ, ինչ է ինքը զգում։ Բավարարվածություն, չէ՞, սեփական մաքրությունից։ Այս է, հասկանում եք, իսկ եթե դու գիտելիքի միջոցով չես ուզում զարգանաս, դա նշանակում է, որ ես անցնում եմ ստանդարտ մեթոդի, իսկ ստանդարտ մեթոդը, որը ես կիրառում եմ նյութական աշխարհում, դա այդ բաց սկզբունքն է, ուրիշի հետ մի արա այն, ինչ որ չես ուզում, որ անեն քո հետ։ Եթե դու դա արեցիր, ես էլ քո հետ եմ անելու այն, ինչ որ, այդքան էլ քո դուրը չի գալու։ Եվ վերջ։ Հասկանում եք, իրականում այս տեքստը ինքը այս գաղափարի շուրջ է պտտվում։ Եվ մենք պետք է կարողանանք հասկանալ, չէ, որ սկզբունքը ինքը սա շատ իրականում կարևոր տեքստ է, չէ, որովհետև գիտեք ոնց է, էլի, նյութական աշխարհում, հատկապես աստվածամեժության դարաշրջանում, չէ, մարմնի պահպանելը ինքը շատ բարդ է։ Շատ բարդ է եւ կենդանեակը ինքը այստեղ ասենք մարմինը որպեսզի ինքը կարողանա գոյատևի, որովհետև ամբողջ կենդանեակի հոգեբանությունը նրա արարքների մեծ մասը շատ այսպես ծավալուն կշիռ ունեցող մասը ինքը հենված է հենց այդ անհրաժեշտության վրա, չէ, նյութական մարմնի պահպանման խնդիրը լուծելու։
Հասկանում եք։ Հիմա տեսեք, եւ որպեսզի մենք կարողանանք դա պահպանենք մեր մարմնի գոյությունը, մենք, ես շատ եմ սա քննարկել, ստիպված եք լինում 4 խնդիրներ լուծել, չէ՞։ Դա սննդի խնդիրն է, դա հանգստի խնդիրն է, հա, դա բազմանալու խնդիրն է եւ պաշտպանվածության։ Եթե բազմանալը ինքը պահպանում է ոչ թե մեր գոյությունը, այլ մեր տեսակի գոյությունը, հա, այսինքն մարդը, չգիտեմ, եղնիկը, խոտը, հա, երբ որ սերմ են բանանում եւ տարածվում են, կամ չգիտեմ, ձակ են ունենում, երեխա են ունենում, այդ ամեն ինչը ձևը, այդ կյանքի ձևը շարունակելու սկզբունքն է, չէ՞։ Իսկ այդ մնացածը իրանք արդեն հետ սեփական մարմնի գոյությունը ապահովելու համար են։ Հասկանում եք։ Հիմա ինչպես մենք բազմիցս հետ խոսացել ենք, կենդանիակները իրանք գտնվում են 3 գոյավիճակների ազդեցության տակ եւ նշանակում է, որ այս 4 խնդիրները իրանցից ամեն մեկը լուծում է յուրովի։ Հասկանում եք։ Ուրեմն, եթե կենդանիակը ինքը տգիտության ազդեցության տակ է, ինքը իր համար այս խնդիրները լուծում է բռնության միջոցով։ Այսինքն ուրիշները աշխատում են, ինքը խլում է։ Սա է հիմնական սկզբունքը։ Եթե ինքը մրցակցում է կամ գրքերի գոյավիճակի ազդեցության տակ է, ապա ինքը այս խնդիրները լուծում է մրցակցության սկզբունքի հիմքի վրա։ Որն է մրցակցության սկզբունքի հիմքը։ Դա այն է, որ եթե բռնությունը ինքը ինչպիսին է, չէ՞, օրինակ ասենք մենք գիտենք, որ մինչև 20-րդ դարի սկիզբը իրականությունը ինքը այնպիսին էր, որ ասենք հատկապես երբ որ ազնվորության տունը ինքը բնության մեջ էր գտնվում, չէ, ապա շատ հաճախ ոնց էր հայերեն ռազբոյնիկի։ Կներեք, մի հատ այդ բառը նայում էլի չեմ գտնում հիմա հիշողությանս մեջ։ Ավազակներ, կներեք, վաղուց չեմ օգտագործել այդ բառը, մտքից չեկավ, հա, ուրեմն ավազակները հավաքվում էին իրար հետ, չէ, եւ օրերից մի օր այսպես սպասում էին, որ այդ մարդը, չգիտեմ, գարնանը ցանի ամբողջ սեզոնին, ջրի, մեծացնի, սիմինջանի, բերք հավաքի, հավ պահի, չգիտեմ, խոզ պահի, փող կուտակի, ոսկեղեն առնի, սիմինջանի, այդ ամեն ինչը երբ որ անում էր, ավազակները գալիս էին տունը վառում, իրանց ավիրում, կանանց բռնաբարում, տղամարդկանց սպանում։ Всё, այսա եղավ տգիտության գոյավիճակ, թշնամանքի գոյավիճակ, որը ինքը լիքն է բռնությունով, չէ՞։ Այդ ժամանակ ազնվորությունը ինքը ինչ է համարում։ Ինքը համարում է, որ մենակ ես իրավունք ունեմ, գոյություն ունենամ։ Չէ՞։ Եվ այդ խնդիրը ինքը լուծում է բռնության միջոցով։ Հիմա, երբ որ խոսքը գնում է կրքի գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակների մասին, իրանց հոգեբանությունը այլ է։ Իրանք չեն մտնում քո տունը եւ քո ունեցածը չեն վերցնում։ Իրանք քո հետ մրցակցում են, որպեսզի իրանց ունեցվածքը լինի քոնից ավելի շատ։ Ոչ թե դու գնաս սոված մեռի, այլ դու էլ ունեցի, բայց ինձանից քիչ։ Ինչքան քիչ, այնքան լավ։ Հասկանում եք, չէ՞։ Սա էլ ուրեմն մրցակցության դաշտում է, ինչպես են լուծվում այս հարցերը։ Հիմա առաքինության մեջ, չէ՞, առաքինության մեջ հոգեբանությունը ինքը միանգամից փոխվում է, որովհետև առաքինի կենդանիակները իրանք ճշմարտության, այսինքն գիտելիքի հիմքի վրա միանգամից բանենալվում էլի ազդվում են երկու շատ կարևոր գաղափարից, որ օրինակ մեր մոլորակի վրա առաջ են քաշում միայն մարդիկ։ Դա բանության գաղափարն է եւ ուրեմն բանի ասեք եւ արդարության
Ուրեմն առաջին հերթին առաքինի ազնվորությունները իրանք անում են ամեն ինչ, որպեսզի распределение, այդ է բաշխումը, հա, որպեսզի բաշխումը ինքը տեղի ունենա արդար։ Այսինքն ամեն մեկը ունենա այնքան, ինչքան որ ինքը արդար աշխատանքով արժանի է։ Երբ որ այդ բաշխումը իրականացվում է, եւ պարզվում է, որ այդ ընթացքում կային կենդանի էակներ, որոնք մեր դեպքում կային մարդիկ, որոնք իրանք ոչ մի ճիքեր չեն գործադրել եւ արդարությունը դա էր, որ իրանք լինեն աղքատ, հա, այդ դրանից հետո առաքինի մոտ միանում է բարիությունը։ Եվ ինքը ասում է, հա, ասենք, հիմա դու ստացար քո արդյունքը, որ եթե ամեն ինչը արդար է, դու մնում ես սոված, չէ՞։ Այ հիմա մենք քեզ կաջակցենք, բայց հաջորդ անգամ դու էլ պիտի մտնես արդարության դաշտը այնպես, որ դու էլ ինչ-որ բան վաստակած լինես։ Եվ երբ որ իրանք մտնում են բարիության դաշտ, այն ինչ որ իրանք արդար ձեռք են բերել, այդտեղից բաժին են հատկացնում նրանց, ովքեր որ եթե արդար է ամեն ինչը, իրանք աղքատ են, որովհետև ոչինչ չեն արել։ Հասկանում եք, բայց այդ բարիությունը ինքը մշտական չի, էլի, այնպես չի, որ դու հա կարող ես լինես բան ալարկոտ, հա կարող ես բան ու միշտ հաշվի նստես, որ ուրեմն բան է։ Մենք քո հանդեպ բարի ենք լինելու։ Սա կոչվում է արդեն բարիությունը շահագործել։ Իրական առաքինի ազնվորությունները երբեք թույլ չեն տալիս բարիությունը շահագործել։ Ես այստեղ կարող եմ իթեթև, եթե թույլ կտակ, շեղում անեմ, նակ սրանց մի երևի արդեն 3 տարի առաջ, հա, ես մի անգամ Facebook-յան Messenger-ով ստացա մի հատ փոքրիկ բան հաղորդագրում, որտեղ այստեղ մի հատ պատ էր նկարած, այդ պատի վրա իսկը մի փոքր ծակ, եւ տակը գրած էր, խնդրում եմ օգնեք, 6 հատ երեխա ունեմ, եւ ուրեմն այդ բանը ապրում եմ այսպիսի տան մեջ, որտեղ պատը ծակ է, երեխաները սարսահարվում են, եթե կարելի է աջակցեք, ես նայում եմ միտեղ ինչ է, եթե ընդամենը այդ ծակն է պետք փակել, էդի մի 5 հատ քարե այդտեղ պետք, չգիտեմ, մի 3 բուրել բան չէ, ցեմենտ եսի միջ, ինչով որ սարքում են։ Հա, սկսեցի հարց պատասխան, ուզեցա հասկանամ ինչի մասին է խոսքը, հետո որոշեցի գնալ։ Գնացի այդ վայրը բավականին հեռու էր, Իջևանից հեռու, սարերի վերևում, որ ներքևը գյուղն է, վերևը արդեն ադրբեջանցիներն են նստած, սահմանամերձ գյուղ էր։ Հա, եւ եկա տեսա, որ փաստացի այդ մարդիկ իրանք ապրում են այնտեղ, որտեղ որ մինչեւ իրանք ապրել են կենդանիները, այսինքն գոմի։ Եվ ունեն 6 հատ երեխա։ Ճշտեցինք, հասկացանք, որ այդտեղ տները իրենք բավականին էժան են, Երևանի նման չի, իսկ ասեի շատ էժան են, պարզ է, որ իրանց համար դա մեծ թիվ է, բայց ասենք մեզ համար դա այնպես էր, որ ես ասենք մի քանի այդպիսի աշակերտներ ունեմ, որոնք իրանք կայացած ընտանիքներից են եւ մեր համար դա այդքան մեծ խնդիր չէր էլի, ասենք ամեն մեկս մի 500,000 կամ չգիտեմ 300,000 դնեինք եւ եթե մի 5 հոգով հավաքվում էինք, ստացվում էր, որ կարողանում էինք իրաց համար մի հատ տուն առնել։ Վերջնականում հետո ռեալ արդեն պարզվեց, որ 3-4 $4,000 չի ստացվում տուն առնելը, դա 7-8 է, ես ստիպված եղա արդեն Ռուսաստանի աշակերտներից դիմեմ, այնտեղից օգնություն ստացանք, ոչ այդ հարցը լուծեցինք, մասա չի խնդիրը։ Արդեն երբ որ շփվում էինք, ես հարցնում եմ, ասում եմ, հիմա դասենք դուք բացարձակապես զույգ եք, որը բացարձակապես ոչ մի միջոցներ չունի։ Դուք այս աղքատության մեջ ինչի հաշվին եք այդպիսի բան արել, էլի ռիսկ արել 6 հատ երեխա ունենաք։
Ամուսնուց լսեցի այսպիսի պատասխան. ես միշտ երաժել եմ ֆուտբոլի կոմանդայի չափ երեխա ունենամ։ Ասում, բայց դու ի վիճակի չես, չէ՞, ապահովել ես երեխաներին։ Այդ պատասխանատվությունը ում վրա է։ Եվ իրանք սկսեցին, երբ որ մենք առաջ իրանք երազել անգամ չէի կարող այդպիսի օգնության մասին, չէ՞, որտեղ մենք ոչ կազմակերպություն ենք, ոչ բան ենք, ասենք ամեն մեկը հավաքվեցինք, ով ինչ կարողանում է, իրար գլուխ դրեցինք, իրանց համար փաստացի երկու հարկանի մի այդքան էլ մեծ չէ, երկու հարկանի տուն առանք, վերջնականում ինչ որ $8,000 պատմություն էր երևի, հա, հողամասերով, բաներով, մեծ այգի, հետո այնտեղ դաշտերում հողամասերով, բաներով, եւ այս կինը ինքը սկսեց մշտական, հիմա արդեն մի քանի անգամ էլ մենք այսպես ասենք, ովքեր որ երեխաներ ունեին, ասենք ինչ հագուստ որ կար, որ ասենք մի քիչ լավ վիճակում է, ոչ թե մի քիչ, այլ նորմալ վիճակում էր, որ անհարմար չի ինչ որ մեկին տաս, բոլորը պատրաստեցին, բան, մի քանի անգամ մեքենաներով գնացինք, եկանք, այդ ամեն ինչը տարանք։ Ես այդ կնոջը ասեցի, այս նրանով մենք ավարտում ենք։ Դուք հիմա ունեք տուն, ունեք հողամասեր, վերցրել եք կենդանիներ, հիմա դուք համարվում եք փաստացի ձեր գյուղում միջին ապրող մարդ միանգամից։ Ուրեմն խնդրում եմ ձեզ, այլևս մեզ չանհանգստացնեք եւ ապրեք ձեր կյանքով։ Ինքը միևնույն է փորձեր էր կատարում, եկեք քավոր դարձեք, այսինքն այնպես որ դու ամբողջ կյանքում արդեն ստիպված լինես իրանց պահես, այս սկզբունքը չի կարելի թույլ տալ։ Դրա համար եմ սա պատմում, էլի։ Այս սկզբունքը չի կարելի թույլ տալ եւ ես ստիպված եղա մի քիչ խիստ իրան ասել, էլի, որ արդեն, եթե ասենք դու հագիստ այդտեղ մնայիր, մեկ ուղակի հարցնեիր ոնց եք, ինչ եք, շնորհակալ եմ կամ ես եմ, հա, եթե ասենք երեխան հիվանդացավ կամ ինչ-որ արտառոց բան է, միշտ էլ կօգնեինք ձեզ, բայց այդ որ դուք այդ տրամադրությունը ունեք, որ հիմա մենք արդեն այդ ամեն ինչ արեցինք, հերիք չի, հիմա էլ ամբողջ կյանքում պիտի պահենք ձեզ ու ձեր երեխաներին, կներեք, մենք բարեգործական հիմնարկ չենք, էլի։ Всё, ու ես այդ կնոջը բավականին խիստ ասացի, խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնեք։ Հետո պարզվեց, որ ինքը անհանգստացնում էր իմ աշակերտներին, որոնք իրենք ասենք ինձ չէին ասում, ու իրանք ասենք այդպես շորեր, հագուստ, բան, փող, եսի մի բան, հա ուղարկում էին։ Մինչև բան եղան, հետո իրանք էլ արդեն եկան ասին, մատը ջարջա, դե չգիտեք էլ, ինչքան կարելի է, էլի։ Ոնց որ ստացվում է մենք իրանց պրոստը պիտի պահենք միջև այդ երեխաները ամուսնանան, ինչ անեն, հետո էլ ամուսնանան, չգիտեմ էլ ինչա լինելու, չեք կարող այդպիսի պատասխանատվություն վերցնենք, չէ՞ մեր վրա։ Եվ ուզում եմ ասեմ, որ այսա ինքը անթույլատրելի պահվածք է։ Բարիությունը ինքը պետք է ունենա իր սահմանը, այսինքն դուք աջակցում եք, որպեսզի անձնավորությունը ոտքի կանգնի։ Դրանից հետո երկրորդ շրջանով ինքը պիտի ձեր նման աշխատի եւ կարողանա ինքը իրան ապահովի։ Սա է բարիությունը։ Իսկ մնացած դեպքերում դուք աջակցում եք, որպեսզի կենդանիակը ինքը պրոստը հոգեբանությամբ լինի պորտաբույց։ Եվ դա լավ բան չի։ Հատկապես եթե մենք խոսում ենք, օրինակ ասենք, եթե այդ սկզբունքին հետևում են բոլորը, հա, մենք կստանանք Հնդկաստան։ Հասկանում եք, որտեղ օրինակ ասենք ես մի անգամ մենք այդպես տարին մի անգամ աշխատում ենք աշակերտներով գնալ այնտեղի սրբավայրերը, որտեղ արիացիների թողած սրբավայրերը իրանք այնտեղ են հիմնականում, մնացած ամենտեղ դրանք համար պրակտիկորեն ոչնչացված են, չէ՞։ Ու ասենք, երբ որ գնում ենք այնտեղ հյուրանոցում, ֆոյեում ամեն երեկո, երբ որ արդեն վերադառնում ենք ուխտագնացությունից, ես դասախոսություն եմ կարդում։ Այդտեղ նստած է ադմինիստրատորը։ Ադմինիստրատոր, չէ՞, в общем, այդ ազնվորությունը, որ ինքը ընդունում, բան է անում, էլի ճանապարհում է։ Ուրեմն ոչ մի բան չի հասկանում, ես ռուսերեն դասախոսություն եմ կարդում, չէ՞։ Եվ ինքը այսպես ծափահարելով ոգևորված, հետո ես բան արեցի, սավացեցնում եմ, երեխան ինչի վրա է այսքան ծափահարում, եթե ինքը չի հասկանում, ես ինչ եմ խոսում։ Հետո խոսացինք իր հետ, ասում եմ, բալես, դու ինչի ես էլի դες ոգևորված բանանում, քո համար ոչ մեկ չի թարգմանում, դու չես հասկանում ես ինչի մասին եմ խոսում, ինչի ես ծափահարում, ասես ես բառերն եմ լսում, որ դուք աստասանում եք դարմա, բրահման,
չգիտեմ, բաներ, այսքան թարգմանեմ, դուք խոսում եք պարտականություն, հա, բարոյականություն, չգիտեմ, բաները, կաստաններն եք քննարկում, առևտրական ինչ-որ իշխանավոր բան, ու ես հասկանում եմ, որ դուք բարոյականության դաշտի մասին եք շատ խոսում։ Ասե, բայց ինչի է այդ երկու համար այդքան կարևոր։ Ասես ու դա Հնդկաստանում ահռելի պրոբլեմա դարձել։ Տղամարդիկ, շատ տղամարդիկ իրանք ուղղակի թողնում այսպես կոչված մթոմ դառնում են հրաժարվածներ, իսկ իրականում ամբողջ օրը փողոցում նստած իրար հետ զրույց են անում, հրաժարվածի շոր են հագնում, ձևացնում են, որ իրանք հոգևորականներ են, եւ Հնդկաստանում ոչ մի կերպ չի ստացվում այդ տղամարդկանց բերել պարտականություններ կատարելու դաշտ։ Իսկ ասում եմ, եթե դուք այդ մշակույթն եք շարունակում, որ ազնվորությունը ինքը հոգևորով զբաղված չի, երբ որ կերակրել կամ այդ բանն անելը, աջակցելը կարելի է միայն եթե ինքը հոգևորով է զբաղված։ Դուք տեսնում եք, չէ, որ ինքը ամբողջ օրը նստած այդտեղ զրույց է անում։ Ինչի համար եք իրան կերակրում։ Դες դուք էլ նպաստում եք, չէ, որ ինքը մտածի, որ ինչի՞ սա, ես ամբողջ օրը այդտեղ նստած ինձ համար զրույց եմ անում, ինձ Վիկտոր հաց են տալիս, ինձ համար ուտում եմ, ոչ պարտականություններ, ոչ բան, ինչի՞ է պետք է գաղաղալի մեջ ընկնեմ։ Հասկանում եք, ուրեմն սա ինքը շատ կարևոր կետ է։ Հիմա, տեսեք, եւ երբ որ ազնվորությունը ինքը այդ թշնամանքի մրցակցության հիմքի վրա ինչ որ քայլեր է կատարում, չէ՞, Գերագույն Աստծո ազնվորությունը իրան այդ փորձն է տալիս, որ հիմա նույն բանը կարվի քո հետ, այ դու տես, լավ է թե վատ է։ Որտեղ օրինակ տեսեք, ասենք, մենք Բhagavatam-ով քննարկում ենք, չէ, որ արիացիները նույնպես իրենք, ասենք, կարող էին զորքով մտնել ինչ-որ մի հատ բան, պետություն գրավել։ Եվ սովորական մարդը ինքը կարող ասել, դուք այդքան խոսում եք առաքինություն, բայց արիացիներն էլ էին իրանք պետություններ զավթում։ Չէ՞։ Եվ այդտեղ, եթե դա տեղի էր ունենում պատերազմով, ապա այդտեղ էլ էին, չէ, մարդիկ մահանում։ Բա նշանակում է իրանք էլ այդքան էլ ինչ-որ բան առաքինի չէին։ Բայց մենք պիտի էությունը հասկանանք, այ որ իրանք էին մտնում պատերազմով, իրանք ինչ էին անում։ Հասկանում եք։ Տեսեք, երբ որ Աստվածամերժության դարաշրջանում է մի ազգը մյուս ազգի տարածք պատերազմով մտնում, ինքը մտնում է, որ ավիրի եւ կողոպտի։ Հասկանում եք։ Իսկ արիացիները, երբ որ առաջերտին պիտի հասկանանք իրանք ինչի էին մտնում։ Ինքը արիական քաղաքակրթությունը ահավոր հարուստ քաղաքակրթություն էր, չէ՞։ Ну, եթե նույնիսկ ասենք մենք Հնդկաստանը վերցնենք որպես արիական քաղաքակրթության վերջին հանգրվան, չէ՞, մենք գիտենք, չէ, պատմությունից գիտենք, չէ, որ քանի այնտեղ չէին եկել ավիրող բաները, զորքերը տարբեր ազգերի, ասես որ ինչի էին գալի հարձակվում, հենց դրա համար, որ Հնդկաստանը ինքը ահավոր հարուստ էր, ահավոր, այդ դռների ռուճկան էլ երևի ոսկուց էր, այդպիսի հարուստ էր, չէ, այդ երկիրը, և ինչի համար էին գալիս էին, որ կողոպտեն, որ այդ հարստությունը, այսպես նայում ես բաների մեջից իրանք սովորություն ունեին, չէ, արիացիները, որ բան էին անում էլի, այսպես պատերի վրա, կիսատանգարժեք քարերով էին, չէ, իրանք զարդարում տները, այսպես քարերը այդ բանի մեջից հանած, այն մինչև վերջի չոփը կողոպտած։ Հասկանում եք, իսկ արիացիները իրանք շատ բարգավաճ կայսրություն էին, եւ երբ որ իրանք տեսնում էին, որ իրանք կողքը պետություն կա, որտեղ առաջնորդը ինքը չի կարողանում ապահովի իր երկրի բարգավաճությունը եւ չի կարող, եթե դա աթեիստական պետություն է, չէ՞, իրանք մտնում էին այդտեղ, որպեսի ապահովեն այդ ազգի կամ այդ պետության մեջ ապրող ազնվորությունների նույն բարգավաճությունը, ինչ որ իրանց մոտ էր, եւ բերում էին առաքինություն, այսինքն երբ որ իրանք էին մտնում ինչ որ միտեղ, իրանք կանանց չէին բռնաբարում, երեխաներից խորոված չէին սարքում, ծերունիներին եւ տղամարդկանց չէին մորթում։ Հասկանում եք։
Իրանք այդ բաները չէին անում։ Իրանք գալիս էին կանգնում էին դաշտում, բաներն սուրանդակ էին ուղարկում արքայի մոտ, ասում են դու փաստացի խոսակցությունը սա էր, որ դու չես կարողանում ապահովես քո պետության մեջ ապրող մարդկանց հարստությունն ու երջանկությունը, որը ինքը հնարավոր է մենակ կրոնականության դեպքում, իրական կրոնականության, հա, եւ եթե դու չես կարողանում, ուրեմն դու հենց հիմա կամ հանձնի մեզ ու ինքը մնում էր արքա, հա, եւ արիացիները իրան գալիս էին երբ կարգավորում էին ամեն ինչը այնպես, որ այդ երկիրը ոտքի կանգնի, հասկացաք, լրիվ ուրիշ նպատակներ էր, չէ՞։ Այս բաներն է, որ մարդիկ չեն ուզում հասկանան, որ այն նույն արարքը տարբեր գոյավիճակի մեջ գտնվող կենդանիակները կատարում են տարբեր մոտիվներով։ Նրանք, ովքեր տգիտության մեջ են, կատարում են այդ արարքները ոչնչացնելու, բռնաբարելու համար, ցավ պատճառելու համար։ Նրանք, ովքեր կրքի մեջ են, առաջնորդության համար, իսկ նրանք, ովքեր առաքինի են, իրանք միշտ գործում են արդարության եւ բարիության հիմքի վրա։ Ինչ էին կարող ենք ասել իրանց ինչ գործ, իրանք չուզում անում էին։ Ուղղակի արիացիները իրանք շատ լավ գիտեին, որ եթե հենց անմիջապես սահմանին կպած, օրինակ եթե մի քիչ հեռու, խնդիր չկար, բայց եթե սահմանին կպած պետություն կա, որտեղ խնդիրներ կան, ինքը հետ առաջ մտածելու է, թե ոնց անի, որ մտնի արիական պետության մեջ, այնտեղից մի բան պոկի տանի։ Այսինքն դա, եթե կարելի է ասել, ոչ թե միայն բարիություն էր, այլև ինքնապաշտպանության ձև էր, բայց երբ որ իրանք մտնում էին, արիացիները ընդհանրապես քաղաքներ չէին մտնում։ Հասկանում եք, բոլոր պատերազմները տեղի էին ունենում դրսում։ Всё։ Ու եթե հանկարծ, ասենք, այդ պատերազմի եկողը, նա որ մտել էր քո տարածք, չէ, հանկարծ հաղթում էր, ինքը ավիրվածություններով չէր մտնում։ Աստվածամերժության դարաշրջանում զինվորներին ոգևորում են, որ իրենք այդպես բան կռվեն, թալանի իրավունքով, որ մտնում են քաղաք, կարողացաք մտնեք, ինչ ուզում եք արեք вообще։ Չէ, եւ դա ինչ որ սարսափելի պատմությունների բան է, երբ որ արդեն մենք նայում ենք աստվածամերժության դարաշրջանում, չէ։ Ուրեմն կներեք, ես հիմա շեղվեցի, ասենք մի քիչ մոռացա որտեղից եկանք, հա։ Ուրեմն քննարկում ենք այդ թեման, որ գիտելիքը ինքը այրում է մեղքը։ Այսինքն մարդը ինքը կամ կենդանիակը ինքը ազատվում է այդ անհրաժեշտությունից պատասխան տալ իր սխալ գործած գործողությունների համար, ընդ որում, այստեղ Գերագույն Աստվածավորությունը ասեց, եթե նույնիսկ դու ամենամեղսավորներից մեղսավորն ես։ Այսինքն խոսքը գնում է շատ ծանրակշիռ մեղքերի մասին։ Եթե դու նստեցիր հոգևոր գիտելիքի նավը, դու կվերանցես տառապանքը։ Այսինքն դու չես ստանա, որովհետև դու կհասկանաս ամենակարևորը, չէ՞։ Տեսեք հիմա, այդ հասկանալու ընթացքում, չէ՞, օրինակ հիմա այդ պարզ խոսամ, էլի։ Ասենք ենթադրեք, Գերագույն Աստվածավորությունը քեզ տալիս է այդ սկզբունքը։ Չես ուզում տառապես, մի տառապացրու։ Դուք էդի կարդացիք։ Դուք հասկացաք, որ եթե դուք միանգամից հետ եք նայում, չէ՞։ Դուք նայում եք, ասում եք, այ սպասի, ես այս սրան տառապացրել եմ, սրան լացացրել եմ, սրան ցավացրել եմ, սրան ծեծել եմ, սրան սպանել եմ, սրան տանջել եմ, սրան ես ինչ եմ արել, կախված նրանից դուք ինչ եք արել, դուք ամիջապես սկսում եք գնահատել, չէ՞, թե որ այ ուրեմն դա նշանակում է, որ ես սրա դիմաց տառապանք եմ ստանալու։ Ինչ եք անում այդ ժամանակ։ Ազդվում եք, չէ՞, առաջի հերթին վախով, որ տառապելու եք։ Չէ՞, եթե մի քիչ ավելի նուրբ կառուցվածք ունեք, բանով, ասեք, զղջանքով, որ ես ինչ ապուշ եմ ես եղել, ես ինչ հիմարություններ եմ ես արել։ Հա, հետո սկսում եք հիշել, թե ում ազդեցության տակ եք ընկել, որ այդպիսի քայլեր եք արել, չէ՞։ Հա, եսի որ չլներ, այսի որ սենց ասեց, մեկին լսեցի, այսպես ու դեց արեցի, տեսա եսի բռնաբարում, ես էլ գնացի բռնաբար, հա։
դուք ընկնում եք զղջանքի process-ի մեջ առաջի հերթին, արդեն որտեղ գիտակցում եք ինչեր եք արել, հասկանում եք, չէ՞? Եվ ասենք այդ ֆոնի վրա դուք կարողանում եք բան անել, չէ՞, այդ ասկեն առաջի հերթին զղջում եք, այն վախից եք զղջում, չէ՞։ Հետո կամաց փափկում եք, երբ որ գիտելիքը լսում եք, կամաց փափկում եք եւ ռեալ սկսում եք կարեկցել այդ անձնավորություններին։ Դուք սկսում եք մտածել, այսական այն ժամանակ, որ ես այդ խեղճին բռնաբարում եի, այդ մարդը ինչ էր զգում։ Հասկանում եք, այն ժամանակ, երբ որ ես բռնաբարում էի գերի տղամարդկանց, այդ տղամարդը ինչ էր զգում, որ իմ հետ մեկը տենց վարվեր, ես ինչ կզգայի, չէ՞։ Ու ասենք, այնքը կամաց այդ վախը ինքը դառնում է ամոթ։ Տեսեք, ինքը գիտելիքը կենդանիակի վրա այդպես է ազդում, որ ինքը ապրում է այն ամեն ինչը, վերապրում է այն ամբողջ ներքին process-ները, որը ինքը կվերապրեր, եթե գերագույն Աստծո ազնվորությունը իրան ուղղակի վերցներ դներ նրա տեղը։ Այ դու էիր այնտեղ զինվոր բռնաբարում գերի, այ հիմա դու ունգի գերի ու բռնաբարվի։ Всё, ինչ ես զգում, դուրդ գալիս է։ Հասկանում եք, այսինքն ինքը մեկը այդ process-ը պիտի անցնի։ Եթե կենդանիակը ինքը չի զղջում, որտեղ երբ որ տառապանքը գալիս է, կենդանիակը ինքը երկու բան ունի, երկու ընտրություն ունի, մեկը դա չարանալն է, մյուսը դաս քաղելը։ Եթե ինքը ընտրում է չարանալը, ինքը դրա համար են հոգեբանները ասում, ներիր անցի առաջ, որտեղ ինքը չարանում է, ինքը ավելի վատ արարքներ է սկսում անել եւ բնականաբար հետագայում շատ ավելի ցածր մարմիններ է ստանում եւ շատ ավելի վատ ճակատագիր է ունենում։ Իսկ եթե ինքը բան է անում, դասեր է քաղում, որ ես երբեք ոչ մեկի հետ չեմ անի այն, ինչ որ ինձ հետ արվեց ու իմ դուրը չեկավ, կոպիտ ասած, չէ փափուկ ասած։ Հասկանում եք, ես միշտ մայրության օրինակն եմ բերում, որտեղ այդպիսի ես հիմնականում կանանց հետ եմ շփվում եւ ասենք այդպիսի օրինակները շատ են լինում, էլի։ Ասենք կանայք կան, որ եթե իրանք ծանր կյանքով են ապրել, իրանք իրանց աղջիկ երեխաներին այսպես շատ փժոյով են էլի մեծացնում եւ այդպես բարի բանով ասում են, այն ինչ որ ես եմ տեսել, չեմ ուզում իմ երեխան տեսնի։ Իսկ կանայք կան, որ իրանք ասենք դժբախտ են եղել, չէ, եւ այսպես այն ծնված օրվանից հատկապես աղջիկ երեխաներին, ասենք բան խոսքով ասեմ, կներեք, չլում են ուղակի։ Եվ որ ասում ես, ինչի՞ ես երեխայիդ հետ այդպես վարվում։ Չէ՞ որ ասենք դու ինքդ այդ ամեն ինչի մեջով անցել ես, չէ։ Քո դուրը եկել է, ինչի՞ ես դու նույն դժբախտությունը, որը դու ես ունեցել, հələ մի բան էլ դրա վրա էլ քո կատաղությունն ես դնում ու ավելացնում ես այն տառապանքը, որի մեջով քո երեխան է անցել։ Եվ իրանք հանգիստ նայում են քո աչքերի մեջ եւ ասում են. «Իսկ ինձանից ինչով է լավ։ Ես տառապել եմ, թող ինքն էլ տառապի։ Ես անցել եմ այդ ամեն ինչի մեջով, թող ինքն էլ անցնի։ Ինձանից ինչով է լավ աղջիկ»։ Հասկացաք, այնքը չարացավ եւ հակառակը դասեր քաղեց։ Այև որ ինքը գիտելիքի հիմքի վրա է անալիզանում իր առաջ չարածը, ինքը միշտ գնում է դեպի դասեր քաղեց։ Եվ փորձը ինքը դառնում է անիմաստ։ Այնպես որ այս առաջի հայացքից շատ պարզ թվացող տեքստը ինքը շատ խորիմաստ տեքստ է։ Եվ հոգևոր կյանք եկող անձնավորությունները իրենք շատ հաճախ դառնում են հենց այս թեմայի գերիները։ Այսինքն իրենք գնում են այդ ճանապարհով, որ գիտելիքը լսում են, հետո հենց պրծավ, այդ գիրքը, կոպիտ ասած, գիրքը փակեցին, մոռացան ինչ կարդացին եւ գնացին ապրելու ոնց որ միշտ ապրել են։ Կամ բռնաբարելով բոլորին շրջապատում կախված չի արդեն եւ կոպիտ եւ նուրբ, հա, կամ բոլորի հետ մրցակցելով, ատելով, չգիտեմ, սիրելով, մտում եւ այլն, հասկանում եք։ Եվ այդ ժամանակ թվում է, որ այդ մարդը հոգևորի մեջ է, բայց ինքը իրականում հոգևորի մեջ չի, որտեղ իր մեջ ոչինչ չի փոխվում։ Այդ ժամանակ է, որ
իր կյանքը չի տարբերվում նյութապաշտի կյանքից։ Ինքը նույն ձևի ստանում է անհանգստություններ, ստանում է տառապանքներ, էլի դաս չի քաղում, էլի մնում է նույն, կներեք, ոչ այդքան առաքինի անձնավորություն, բայց միևնույն է պնդում է, որ Աստված պիտի իրան պաշտպանի։ Աստված էլ համառորեն ասում է ոչ։ Եվ երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը օրինակ թույլ տվեց, որպիսի, չգիտեմ, կներեք էլի, ծովից ծով երկիրը վերանա, հետո ինչ-որ մի հատ այսքան պստլիկ կտոր վերականգնվի, և դա համարվում է, որ Աստված մեզ փրկեց։ Դրա ինչը փրկեց, փրկել էր, երբ որ կմնար ծովից ծով։ Եթե մենք կորուստ ենք ունեցել, չի փրկել, ինքը ցույց է տվել, որ ես չեմ պաշտպանում։ Կոնորոշվեք ում հետ եք, սատանայի թե իմ, հասկանում եք։ Այս խոսակցությունն ինքը շատ լուրջ է։ Մենք չոս այս մատերի արանքով խաղեր ենք տալիս, հայեր կարող ենք խաղեր տալ, միջև տեսնենք, միջև որ կհասնենք այդ խաղերով։ Հասկանում եք, գերագույն Աստծո անձնավորությունը, այս շուրիկը հիմա խոսում է, դրա մեջ ինքը ընդհանրապես իր արժեքային համակարգի մեջ շատ ծայրահեղական է։ Ինչ որ գծեր կան իր համար, որ սև սպիտակ են, որտեղ մենք դեռ նրանք ովքեր որ համել Բագավատամն են լսում, մենք դեռ այդպիսի պատմություն կունենանք, երբ որ կտեսնենք, թե որտեղ է գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը դառնում պատժող, ինքը դառնում ջղայն։ Հասկանում եք, Բագավադ Գիտայում 16-րդ գլխում դեր Տեր Շի Կրիշնան կասի ագահներին, նրանց ովքեր որ կատաղության մեջ են մշտապես, և տրփանքների մեջ լող տվող անձնավորություններին ես մշտապես ուղարկում եմ դժոխք։ Հասկանում եք, այդ սև սպիտակը։ Այսինքն ինքը ասում է, այս երեք բանը եթե կա, ես իրանց համար ստեղծում եմ դժոխային կյանքի իրավիճակ։ Ուտեղ ոչ մի պաշտպանություն չկա։ Իր համար սև սպիտակ է։ Հետո ինքը ասում է, նրանք ովքեր խոնար են, համեստ, բռնությունից ազատ, համբերատար և մաքուր, այն նրանք ովքեր ունեն այս որակները, ես համարում եմ, որ իրանք գիտելիքի մեջ են։ Իսկ այստեղ ինքը ասեց, այն նրանք ովքեր գիտելիքի մեջ են, իրանք վերանցում են տառապանքի օվկիանոսը։ Աստվածամերժության դարաշրջանում, սա էլ չեմ կարող չասել վերջում, աստվածամերժերը իրենց կոտորում են, որպեսզի հասնեն ուղղակի հակառակ արդյունքի։ Մենք դեռ Բագավատամով կունենանք ագրեսիվ նյութապաշտի մտածելակերպի աղոթքը, երբ որ ինքը կասի, ինքը կանի ճգնություններ, որպեսզի հասնի իշխանության, եւ երբ որ ինքը կհասնի իշխանության, իսկ երբ որ մենք ասում ենք աստվածամերժության դարաշրջան, դա նշանակում է, որ ագրեսիվ էգոիստները հասել են իշխանության։ Ինքը այսպիսի բան է հայտարարում, ինքը ասում է, եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի արատավորները ապրեն դրախտում, իսկ առաքինիները, ուրեմն դժոխքի կրակների մեջ վառվեն։ Այսինքն այդ հանգամանքը, որ առաքինի ազնվորությունները տառապում են, դա միայն եւ միայն աստվածամերժության դարաշրջանի բնորոշ իրականություն է։ Բայց թեկուզ այդտեղ էլ մենք արդեն այդ տեքստը կարդացինք, չէ՞, երբ որ ինքը ասեց, ես գալիս եմ պաշտպանելու ուրեմն բաներին, պրավիտնիկի անմեղներին, եւ պատժելու արատավորներին։ Իսկ սա միանգամից նշանակում է, որ ինքը արատավորին պատժում է, եւ որ արատավոր արարքը, այսինքն երբ է անձնավորությունը ինքը համարվում արատավոր, երբ որ արատավոր արարքը կատարվեց, եւ այդտեղ է, որ իրանք միշտ փորձում են նեղացնել սուրբ անձնավորություններին,
փորձում են նեղացնել ամբողջ աստվածամերժության հոգևոր դաշտի պատմությունը հենց դրա մասին է։ Բոլոր կրոնականությունների մեջ իրական սրբերին մեկ տանջամահ են արել, մեկ չգիտեմ եսի ինչ են արել, ոչ մեկին չեն թողել, այսինքն ոչ մեկին իր կյանքի օրոք չեն ընդունել որպես սուրբ։ Եվ հիմնականում աշխատել է այդ բանաձևը, գնամերի արի սիրեմ։ Ինչու՞, որովհետև եթե սրբին իր կյանքի ընթացքում թույլ տան, որպեսզի ինքը հեղինակություն լինի հոգևոր դաշտում, ինքը կստեղծի իրական հոգևոր հասարակություն։ Իսկ հոգևոր դաշտը հիմա պատկանում է աթեիստներին, եւ իրանք երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ ռեսուրսը նյութական, որը կրոնական մարդիկ են, ընկնի հանկարծ սրբերի ձեռքը։ Հասկանում եք, այս բաները մենք պիտի հասկանանք, բայց ամեն մի կենդանի էակ իրա տեղում, իրա համար, առանց ոչ մի հավակնությունների միանգամից տիեզերքը փոխելու, որտեղ առաջի հերթին մենք պիտի աշխատենք հենց մեր հետ, հա, ամեն մի մարդ, որը ինքը ընդունում է առաքինությունը իր սրտի մեջ, չէ, ինքը հասարակության մեջ դառնում է, պետք է պատկերավոր ասեմ, մի հատ փոքրիկ լույսի կտոր։ Եվ դա է այն ներդրումը, որը ինքը անում է այդ հասարակության մեջ, եւ դա իրականում դա ամենաբարձր ներդրումն է, որը կարելի է անել։ Ոչ թե գոռալ նրա մասին, որ դու պիտի լինես առաքինի լինելով արատավոր, այլ առաջին հերթին զբաղվել սեփական առաքինության հետ շուրջ կապված։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, այդ ամեն ինչը սկսվում է նրանից, թե մարդը ինչպես է վերաբերվում սրբություններին։ Երբեք եւ ոչ մի պարագայում չի կարելի ձեռք բարձրացնել սուրբ գրքերի, ինչ գրքեր էլ ուզում են դրանք լինեն, սուրբ գրքերի, սուրբ տաճարների, սուրբ անձնավորությունների վրա։ Դա է գրավականը, որ մարդու հոգևոր կյանքը ինքը կարող է բարեհաջող ընթանալ։ Երբ որ մենք ատելություն ունենք եւ վիրավորում ենք կամ այրում ենք կամ ինչպես Հայաստանում է արվել, ասենք զուգարանում ենք օգտագործում սուրբ գրքերի գրքերը, հա? Ոչ մի լավ բան այդտեղից իրականում չի կարող դուրս գալ։ Եվ այո, արիացիները իրենք շատ մեծ արդյունքներ էին ստանում հոգևոր կյանքում, եւ այդ մեծ արդյունքները ստանալով հանդերձ իրենք ասում էին, որ մենք դա անում էինք ուղղակի հետևելով գիտելիքին։ Մենք համոզվել էինք, որ երբ որ մենք անում ենք այնպես, ինչպես որ տրված է Աստծո կողմից տված գիտելիքի մեջ, մենք հաստատվում էինք երջանկության մեջ եւ ունեինք անհաղթելի պետություն։ Ուրեմն, ինչքան էլ ուզում է պարզ եւ հասարակ թվա այս մեթոդը, արիացիների մոտ այն կատարելապես աշխատել է եւ եղել է 100% արդյունավետ։ Դրա համար է, որ աթեիստները իրենք ամենամեծ ճիգերն են գործադրում հենց այդ թեմայով, որպեսզի կենդանիակը ինքը չմոտենա իրական գիտելիքին։ Որտեղ իրանք շատ լավ գիտեն ինչ արդյունքներ կստացվի, եթե մարդը ինքը ուղղակի ամեն օր ստաբիլ ուսումնասիրում է իրական հոգևոր գիտելիքը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս։